Կարպիսը, քանի որ որոշել է մասնակցել ընտրություններին, մենք միասին մասնակցելու ենք։ Ընդհանրապես այդ կարծրատիպը կա էլի, որ ով ավելի շատ է, ինքը ճիշտ է, ես այդպես չեմ մտածում։ Եթե մենտորները չգան ընտրության, ընտրողների մասնակցության թիվը նվազելու է, իսկ իշխանության ընտրողների թիվը տոկոսային հարաբերակցությամբ աճելու է։ Եթե կյանքն այնպես դասավորվի, որ մեզնից կախված լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելը, մեզնից ինչ-որ կախված է, մենք կանենք։ Ուզում եմ ասել, մենք Նիկոլից ավելի Նիկոլ ենք։ Եթե մենք ուրանանք անցյալը, մենք կորցնելու ենք ներկան։ Իմ խորին համոզմամբ մենք ունենք մանիֆեստ։ Փաշինյանը սպառնում է պատերազմով, ընդդիմությունը սպառնում է տնտեսական պատերազմով։ Մենք ուզում ենք մարդկանց ասենք, որ Ժորժ ջան, հնարավոր է նորմալ կյանք ունենալ, հանգիստ ապրել։ Ընկերներ, ողջույն։ Պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր աշխատանքը, ավելի շուտ պլատֆորմ ոդքասթը որոշել է մտնի քաղաքականություն, հա, պարոն Մարուկյան։ Ես ուզում եմ ասեմ, որ պլատֆորմ ոդքասթը միշտ քաղաքականության մեջ էր։ Պլատֆորմ ոդքասթը եղել է հարթակ մեր գաղափարները ներկայացնելու համար, այն շարունակելու է լինել հարթակ գաղափարները ներկայացնելու համար, քաղաքական վերլուծություն տալու, միջազգային տարբեր շարժերի վերաբերյալ եւ այդ իմաստով ինձ թվում է բան չկա, նորություն չկա այստեղ։ Այսինքն ես քաղաքականության մեջ եղել եմ կամ պլատֆորմ ոդքասթը, մասնակցում ընտրություններին։ Պլատֆորմ ոդքասթը։ Այդտեղ Կարպիսի թեման է, Կարպիսը, քանի որ որոշել է մասնակցել ընտրություններին, մենք միասին մասնակցելու ենք, դրա մասին է եւ այսօրվա հաղորդումը որոշել ենք անկեղծ խոսել այս որոշման մասին, որովհետեւ նաեւ այսօր մեր համագումարն է եւ համագումարում մեր թեզերը ելույթներով մենք բացել ենք արդեն, կնայեք ելույթները համագումարի, բայց բնականաբար այստեղ այս պլատֆորմով նույնպես դուք հիմա կիրազեկվեք ինչ ենք մենք մտածում, ինչ ենք մենք մասնակցում ընտրությունների։ Վերջին ամիսներին տարբեր քննարկումներ ենք ունեցել իրար հետ, այլ ուժերի հետ, եւ ամեն ինչ կարող էր այլ կերպ լիներ։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է հիշեցնել, որ մենք քիչ մարդկանցից ենք, միգուցե առաջինը, որ լոբինգ էինք անում ընդդիմության միասնական հանդես գալու համար, ոնց կոնկրետ ասում ենք, որ պետք է լինի մեկ ցուցակ, որպեսզի լինի ձևավորվի զորեղ ընդդիմադիր շարժում, ինչպես Վրաստանում, ինչպես Հունգարիայում, որի մասին դուք գրել եք նկարել։ Մի խոսքով, դա մենք դիտարկում ենք որպես ճանապարհ իշխանափոխություն իրականացնելու համար, եթե կարելի է այսպես ասել։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհը դա էր մեր համոզմամբ եւ ինձ թվում է ապագան ցույց կտա, որ դա է լինելու։ Ինչևից է դա չստացվեց։ Ինչ պատճառներով չստացվեց, տարբեր քաղաքական ուժեր գնացին իրենց ճանապարհով, ունեին իրենց պայմանները, ունեին իրենց նախասիրությունները։ Ինձ թվում է այս հարցում մենք մեղավոր չենք։ Այս հարցում ընդդիմության չկոնսոլիդացիայի պատասխանատվությունը մեր վրա չի։ Որտեղ պարոն Մարուկյանը այդ դեպքում պատրաստ էր չմասնակցել ընտրություններին, իսկ ես ընդհանրապես միտք չունեի մասնակցել ընտրությունների, եթե այդ գաղափարը լիներ։ Չեմ ասում, որ հենց չէր մասնակցել, ուզում ասել, որ պատրաստ էր գնալ այդ զողողությանը, իսկ իմ մտքում ընդհանրապես այդպես գաղափարը չկար, ես մտածում էի, կարող եմ մտածել, որ ապագայում ինչ-որ մի փուլում կարելի է, բայց մտածում էի, որ ժամանակը չի ուզում եմ լրագրությամբ զբաղվել, գիտությամբ զբաղվել եւ այլն, բայց ինչևից է, եկանք հասանք մի կետի, որ հասկացանք, որ պետքա մասնակցենք եւ պետքա մեր օրակարգը ներկայացնենք, ինչ որ առումով ես ուրախ եմ։ Ինչու՞, դերքիրը շատ։ Մենք ունենք սպეციფიկ գաղափարներ, թող գովանություն չլինի։ Եվ այդ սպეციფიկ գաղափարները, սպეციფიկ օրակարգը առանձնահատուկ, հա, ասենց ասեմ, որ ավելի հասկանալի լինի։ Այլ ուժերի հետ համագործակցությամբ հնարավոր է եւ հնարավոր չլիներ կամ էրոզիայի ենթարկվել, փոփոխությունների փորձենք մաղվել գնալ։ Ունենք առանձնահատուկ գաղափարներ, որոնք միգուցե խորթ են մեր իրականությանը եւ այսպես այս հարթակով հանդես գալը մեզ թույլ է տալու ներկայացնել այդ գաղափարները եւ փորձել արմատավորել այդ գաղափարները։ Սա էր մեր մասնակցության մոտիվացիան, մենք կարծում եմ որևէ քաղաքական ուժի հետ կամ ուժների չենք այրել, ում հետ որ պետքա
բանակցել կամ ում հետ որ բանակցել ենք, պատրաստ ենք համագործակցել։ Խոսքը ԿՊ-ի մասին չի, ինչպես պարոն Մարուկյանն ասել, ԿՊ-ի հետ մատաղ ուտելու էլ չեն գնա, փառայեղ ձևակերպում է, այն ուժերի հետ, որոնք կարծում ենք, որ առողջ ընդդիմություն են, որոնք դեռևս վերջնականապես չեն դեգրադացել։ Էսա Դու լավատես ես այդ իմաստով, որովհետև ես կարծում եմ, որ իրավիճակն ավելի վատ է, երբ որ մենք տեսնում ենք ինչ ներկապնակ ունենք ընտրություններին մասնակցելու իմաստով, բայց մենք սուպեր անկեղծ ենք ստեղ, որովհետև իրականում որոշմանը հանգել ենք նաև այն պատճառով, որ ոչ միայն այն գաղափարները, որ մենք ունենք ներկայացնող չկա, ոչ միայն այն գաղափարները, որ մենք ունենք կարող ենք մեկին աջակցել նա ներկայացնի, չկա, չի ստացվել դա, այլ նաև այդ գաղափարները, եթե մենք չենք ներկայացնում եւ ոչ մեկ էլ չի ներկայացնում, վաղը մյուս օրը մենք մեզ պատասխանատու ենք զգալու, որ բդուկուր էիք, օրինակ, հարց, ասենք քաղաքական մարդիկ հասկանում էիք, գիտելիք ունեիք, բանակցային գործընթացից տեղյակ էիք, լավից վատից ասենք թիմ ունեիք, բա որ ինչ չմտակ դուք, մի հատ կարակ բացատրեք, ասենք ոնց եք դուք ձեր ընտրողին թողնում ուղակի բանին, բախտիքը մաճույքին։ Եվ հանգամանքներից մեկն այն էր, որ եթե մենք չենք մասնակցում, մեր ընտրողը, մեր հետևորդը, մեր գաղափարներին աջակցող մարդը մնում է այլընտրանք, որովհետև քաղաքական այն ուժերը, որոնք որ մտել են ընտրական process-ի մեջ, նրանք չեն ներկայացնում այն այլընտրանքն ու product-ը, որը մենք ունենք։ Էս իր երթին։ Մյուսը, որ մենք կարծում ենք, որ մարդիկ բավականին հոգնել են, սա էլ ասեմ, որ 21 թվականի ձևավորված խորհրդարանը, որ այսօր կա, բացարձակ չի վայելում, ոչ մի տոկոսով չի վայելում մեր ժողովրդի աջակցությունը։ Այդ խորհրդանում եղած վերջին 5 տարվա գզվրտոցը ոչ մի բանով չի չափվում, որպես դրական երկրի համար, եւ մարդիկ ուզում են նորմալ հանգիստ ինչ որ process-ներ։ Հասկանալի է Հայաստանը այն վիճակում չի որ նորմալ հանգիստ process-ներ ունենա, բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ մեր որակները, օրինակ ես հարցումներ ունենք նաեւ արած, մարդիկ ովքեր կուզենային, որ ես, Կարպիսը, այլ մեր տարիքի երիտասարդներ, լավ տնտեսագետ, լավ քաղաքագետ, լավ իրավագետ, մարդիկ ովքեր մասնագետներ են քաղաքական գործունեության մեջ կարող են մասնակցություն ունենալ, ներդրում ունենալ, լինեն պարլամենտում։ Մենք միանշանակ արձագանք ենք ստացել, որ մենք ուզում ենք, որ դուք լինեք պարլամենտում։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք պարլամենտում, թե որպես իշխանություն, որը երբեք չենք եղել, թե որպես ընդդիմություն, ոնց որ ժողովուրդը կորոշի, ժողովուրդն է ընտրելու, ժողովուրդը ոնց կընտրի, բայց պատկերացնենք մենք պարլամենտում ենք որպես ընդդիմություն, ես վստահեցնում եմ մենք իշխանություններին արդյունավետ կերպով կարողանայինք հակակշռել եւ փոխզսպել, դրա փորձը ունենք։ Պատկերացրեք մենք որպես իշխանություն ենք, այն գիտելիքները, այն մոտեցումները, որ այստեղ ներկայացնում էինք եւ փորձում էինք դա լոբինգ անել տարբեր մեթոդներով, որ տեղ հասնի արտաքին գործերի նախարարությունը ինչ որ բան անի, վարչապետը ինչ որ բան անի, այդ անելիքները մենք վստահաբար կանենք մեր ժողովրդին չենք տանի արկածների։ Ես էլ ասեմ, ես ու Կարպիսը եւ մեր տեղած որևէ մարդ ցուցակոր կրապարակվի կտեսնեք։ Արկածախնդիրներ չենք ժողովուրդ։ Անբաններ չենք։ Մենք մեր սեփական արկածների համար մարդկանց կյանքերը վտանգող չենք։ Եվ այս իմաստով ես կարծում եմ, որ վերջին կայացված մեր որոշումը, թեկուզ եւ եղել է ինչ որ բազմաթիվ երկար process-ների արդյունքում կայացված, այն աստվածատուր որոշում է, որովհետեւ եթե մի բանը լինում է Աստծո կամքով, եթե չի լինում էլի Աստծո կամքով, եւ ես կարծում եմ հիմա Աստծո կամքով եղել է այնպես, որ մենք որոշենք մասնակցենք եւ գնում ենք այս process-ի մեջ։ Որոշ մարդիկ մեզ մեղադրում են ձայներ փոշիացնելու մեջ, ես հիմա ասեմ, ուզում եմ հասկանալ էլի։ Հետո ա որոշել, որ պետքա մենակ խոշորները, հա, այսպես ասած, ճակերտների մեջ մասնակցեն, ինչի պետք է դաշտ լինի, սև ու սպիտակ։ Ես sense եմ մտածում, ես հավատում եմ որոշ գաղափարների, այդ ընդհանրապես այդ կարծրատիպը կա էլի, որ ով ավելի շատ է, ինքը ճիշտ է, ես այդպես չեմ մտածում։ Ես դուք ունենք սպეციფიկ գաղափարներ եւ եթե ես մենակ էլ մնամ, չեմ ասում առանց ես ընդհանրապես քաղաքական դաշտում մենակ էլ մնանք, ես մեկը ինչ որ մեկը չեմ համաձայնվելու, որ իրանք շատ են։
Հա, դրանք շատ են դետները համաձայնվեց, հա։ Ինչի՞ էս պետք է ուժեղ Հայաստանի հետ համաձայնվեմ, եթե իրանք ավելի շատ են ու ավելի հարուստ են։ Եթե անկեղծ ենք խոսում, տենց ասենք, հա։ Սա մի կողմ։ Մենք զեն չենք փոշիացնելու, որովհետև եթե մենք չմասնակցենք ընտրությունների, մեր ընտրողները չեն գալու ընտրել։ Եթե մեր ընտրողները չգան ընտրության, ընտրողների մասնակցության թիվը նվազելու է, իսկ իշխանության ընտրողների թիվը տոկոսային հարաբերակցությամբ աճելու է։ Բայց ես քեզ ասեմ, ես մտածում եմ, որ ոչ թե հարցը դա է, այլ մենք հստակ անցնելու շանս ունեցող ուժ ենք, մենք անցնելու ենք։ Ձեր մասնելու։ Եթե խնդիրը Նիկոլ Փաշյանին հեռացնելն է, մենք միանշանակ աջակցում ենք Նիկոլ Փաշյանին հեռացնելը եւ ամեն ինչ անել ենք, որ հեռանա։ Եթե կյանքը նենց դասավորվի, որ մեզնից կախված լինի Նիկոլ Փաշյանին հեռացնելը, մեզնից ինչ որ կախված է, մենք կանենք։ Անկասկած, իսկ ոչ մեկ չի կասկածում դառնում։ Ասա, բան ես ասում։ Հա, ուզում եմ շարունակեի մեր մասնակցության առանձնահատկությունը, չանդադ ասում ենք առանձնահատկություն։ Ես կարծում եմ մեր քաղաքական համակարգում խնդիր կա եւ այդ խնդիրը եղել է ավելի քան 20-25 տարի։ Իշխանությունները, ընդդիմությունները մեկը մյուսին հաջորդելով, խոսքը 90-ականների իշխանության մասին չի, այդ իշխանությունները այս առումով լեգիտիմ են, որովհետեւ զբաղված են եղել պատերազմով։ Խոսքը խաղաղության շրջանի իշխանությունների մասին է, իրանք մեկը մյուսին փոխարինելով, ընդդիմությունները մեկը մյուսին փոխարինելով, ձայներ կորզելու, ինչ-որ մանդատ ստանալու համար անդադ ժողովրդին կաշառել են կեղծ գաղափարներով, կեղծ խոստումներով։ Ես ինձ ինչ հիշում եմ այս երկրում, բոլորը ստեղծում են աշխատատեղեր։ Ինձ ինչ հիշում եմ, ընտրություններից առաջ թոշակներ են բարձրանում։ Եվ այստեղ հիմա այս նույն բանը ավելի մեծ պատկերը տեսնում ենք նաև այսօրվա քաղաքական իրականությունում։ Իշխանությունը հիմա ձայներ կորզելու համար ոչ միայն դիմում է աշխարհաքաղաքական շանտաժի օգնությանը, պատրաստ կլինի, այլ նաև գնում է սոցիալական պոպուլիզմի ուղղությամբ, թոշակներ է բարձրացնում, թոշակառուներին ձրի բուժում է նախատեսում եւ այլն եւ այլն։ Կա նաև ընդդիմություն, որը անում է բովանդակությամբ նույնը, էլի խոստումներ է տալիս, կստեղծեմ 300,000 աշխատատեղ։ Չգիտեմ, այս կանեմ, այն կանեմ, ես կարծում եմ, որ սա սխալ, շատ սխալ մոտեցում է եւ այս մոտեցումը տանում է մեր ժողովրդի շղթայական դեգրադացիային։ Այսինքն մարդկանց դեգրադացնում են, մարդկանց մակաբույծ են դարձնում եւ կանխարգելում են նրանց ազատ առաջընթացի հնարավորությունը։ Եվ ընդդիմության այս մոտեցումը ես անվանում եմ սոցիալիզմ խոշոր կապիտալի շուրջը, այսինքն իրենք խոշոր կապիտալի են փոխակերպվել ազատ շուկայական հարաբերությունների միջոցով, ազատ շուկայում են, չէ՞, իրենք միլիարդատեր դարձել։ Սովետի պլանային տնտեսությունը չի նրանց միլիարդատեր դարձրել եւ սեփականության իրավունք, հա, եւ հարստացել են սուր մտքի հնարավորությունների, ճկունության, այսինքն բոլոր այն հնարավորությունների միջոցով, որոնք դրսևորվում են ազատ շուկայական հարաբերություններում։ Հիմա իրանք ազատ շուկայի պայմաններում հասել են այդ պայմաններին, բայց իրենց կապիտալի շուրջը ուզում են սոցիալիզմ ձևավորել, պլանային տնտեսություն, ամբողջ ազգին դարձնել իրենց աշխատողը։ Այդպես չի լինում, այդպես չի աշխատում։ 21-րդ դարում, 21-րդ դարի տնտեսագիտության եւ հասարակագիտության մեջ այս գործիքակազմերով հնարավոր չի հաջողություն հասնել եւ ստեղծել ուժեղ պետություն։ Սա իմ կողմից իմ վերապահումն է, բայց այնուամենայնիվ սրանք երկրորդական հարցեր են։ Մեր ընտրություններին մասնակցելու առաջնային շարժառիթը կապված է իշխանության առաջացրած ինքնության ճգնաժամի հետ։ Այսինքն այս իշխանությունը իր վերարտադրության համար մարտարավեր է նետել մեր բոլոր ազգային արժեքներին, եկեղեցուն, ցեղասպանությանը, Ղարաբաղյան շարժմանը, թիրախավորել է մեր պետության խորհրդանիշները, ընդհանրապես մեր պետությունը, մեր պետության բովանդակությունը եւ մենք հիմա ուզում ենք դրա դեմը առնենք։ Մենք ուզում ենք առնենք ցեղասպանության ուրացման դեմը, թույլ չտանք, որ ցեղասպանությունը ուրանա։ Մենք ուզում ենք կանխենք եկեղեցու կազմակերպման գործընթացը։ Մենք եկել ենք ասելու, որ լավ թե վատ մենք ունեցել ենք պետություն, որը ստեղծվել է։ Մենք արդեն անկախացել ենք, ժողովուրդը պետք չի նորից անկախություն հռչակել եւ նորից պայքարել անկախության համար։ Եվ ընդհանրապես պետքա այն ինչ որ կա, այն ինչ որ մենք ժառանգել ենք մեր նախնիներից, լինի անկախ Հայաստանի իշխանություններից
լինի սովետական Հայաստանից, դա պահպանել եւ դրա վրա կառուցել մնացյալ շինությունը։ Եվ այս առումով մենք դիրքավորվում ենք որպես լիբերալ պահպանողական։ Քանի ես չէի ընդհատում Կարպիսին, որովհետև Կարպիսը շատ ֆունդամենտալ ձևի տվեց այն կառուցակարգերը, որոնք որ մեր ընտրությունների մասնակցության գաղափարական հենքն են հանդիսանում։ Եվ երբ որ մենք ասում ենք մենք ազատ մտածող մարդիկ ենք, ազատական, մենք բնականաբար միևնույն ժամանակ համերաշխություն ունենք մեր անցյալի հետ, իսկ անցյալում մեզ ցեղասպանել են, համերաշխություն ունենք մեր անցյալի հետ, երբ որ մենք եղել ենք առաջին հանրապետություն, համերաշխություն ունենք մեր անցյալի հետ, երբ որ մենք եղել ենք խորհրդային սոցիալիստական հանրապետություն 70 տարի, չենք կարող ուրանալ մեր պապերի ավանդը այդ 70 տարիների ընթացքում, որը դարձել է մի մեծ ժառանգություն, որը 35 տարի է կեղեքվում է, ատոմակայան ենք ստացել, մետրո ենք ստացել, համալիր ենք ստացել, չթվարկեմ Ժորժ ջան, Թամանյանական հրապարակ ենք ստացել, որ դե մի Նիկոլ Փաշինյանը ստացա այդ շենքում Թամանյանի գծած ու մտածում եմ, որ ինքը բանն է։ Ոչ մի կապ չունի այդ ամեն ինչի հետ, էլի, այս Հայաստանը, եւ մենք նաեւ չենք կարող ուրանալ մեր ներկան, որտեղ եղել է Արցախյան հերոսամարտ, անկումներ, հաղթանակ, էլի անկումներ եւ գիտակցում, որ եթե մենք ուրանանք անցյալը, մենք կորցնելու ենք ներկան, այսինքն մենք կորցնելու ենք այն Նիկոլի Դոշի վրա կպցրած այն քարտեզը։ Եթե մեկին թվում է, որ այդ դոշին խփած այդ քարտեզով այդ քարտեզը պահելու է, իր չարաչար սխալվում է։ Որ դու ուրանում ես դրա հենքը, այդ քարտեզի արմատը իմ ու Կարպիսի կողմից թվարկված անցյալի մեջ է։ Հիմա քաղաքական մասնակից ուժերի մեջ չկա ուժ, որ հասկանում է այդքանը, մենք ենք հասկանում։ Որ մի օր չմտնենք մենք բացատրենք, ով է անելու սա։ Եվ այս իմաստով, եթե այս ուրացողությունը գնաց, այդ կորուստ է լինելու։ Եվ մենք մտնում ենք պետությունը պաշտպանելու համար։ Հիմա հարց առաջանում, Կարպիսը իր հայտարարության մեջ ասեց, մենք չենք մտնելու այս մանր-մունր ուժերի վարչապետական գզվրտոցին, մրցավազքին, ես եմ վարչապետ, չէ ես եմ վարչապետ, չէ ես եմ վարչապետ, չէ ես եմ վարչապետ։ Ժողովուրդ ջան, մենք հասկանում ենք, որ մենք փոքր ուժ ենք համեստ։ Փոքր ուժը, երբ որ հռչակում է, որ ինքը վարչապետ է դառնալու, վարչապետի տեխնացու չգիտեմ ինչ, այդ փոքր ուժը ինքը իր ոտքին կրակում է։ Ինչու՞, որովհետև մենք չենք կարող մարդկանց խաբենք։ Մեր ամբողջ կամպանիան կառուցված է անկեղծության վրա։ Ես ես անկեղծ ասում եմ, ես Կարպիսը եւ մեզ հետ առաջադրված մարդիկ падգամավորի տեխնացուներ ենք։ Падգամավորի։ Եվ սահմանադրությամբ ընտրությունը դրա մասին է։ Ես սահմանադրությամբ ընտրությունը դրա մասին է։ Մնացած ով ձեզ ինչ ասում է, ես ինչ ասում, չգիտեմ, իրան հարցրեք։ Մենք բան չասեմ, չկպչեմ ոչ մեկին։ Մենք վարչապետի ուղիղ ընտրություն չունենք։ Հա, ասեք ի՞նչ եք պատմում մարդկանց։ Падգամավորի ընտրությունները եկեք նայենք տենանք ես ու Կարպիսը եւ մեր թիմակիցները կլինեն լավ падգամավոր, թե որևէ մեկի ցուցակի մեջ ի մարդ, որևէ մի ուժի։ Եվ էսա կոնտեքստը սրա մասին է ընտրությունները։ Հիմա Ժորժ ջան, դուք նայեք ուզում եք ինչ ձևի падգամավոր ունենաք։ Ու մեջքին 45 հատ քրեական գործ կա, որ չի կարողանալու ելույթ ունենա, ինչ խոսա։ Քրեական գործով սենց երեսին շփպցնելու են, թե որ կարա ասենք բանավեճի մտնի Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես Կարպիսը, ինչ խնդրեմ չունենք մենք այդ ձևի։ Էսա խնդիրը։ Եվ հետ գալով մտքին։ Այսինքն մենք չենք խոսալու ապուշ բաներ, այս ժողովրդական, պրամոյ ուզում եմ ասեմ։ Ապուշություններ չենք խոսալու։ Այս մեր քննարկումը, մեր խոսակցությունը լինելու է անկեղծ իրողությունների մասին եւ ներկայացնել այն մեր արժեքավոր առաջարկը, որը հենց հիմա կառուցում ենք Կարպիսի հետ առանց տեքստի բնականաբար մեր գաղափարները։ Մենք մի ուրիշ հետաքրքիր բանել ենք արել, խախտել ենք դասական Հայաստանում արմատավորված այս կարծրացած քաղաքականության եւս մի խաղի կանոն, մենք չունենք ծրագիր եւ չենք պատրաստվում ունենալ, բայց այդ ծրագիր չունենալը չի նշանակում ոչինչ չունենալ, որովհետեւ իմ խորին համոզմամբ մենք ունենք մանիֆեստ, բայց ոչ թե կոմունիստական կուսակցության մանիֆեստը, այլ ազգային պետության մանիֆեստը հենց հիմա այդպես մտքովս անցավ։ Այդպես էլ կարող ենք ասել։ Եվ եթե մի նախադասությամբ փորձենք ձևակերպել մեր գաղափարախոսությունը, ապա պետք է հղում անենք անգլիացի նշանավոր փիլիսոփա Էդմունդ Բյորքին։ Նրա ոճով, հա, ձևակերպենք։ Ըստ նրա, որն է իդեալական հանրային պայմանագիրը, հանրային դաշինքը, համերաշխություն,
ոչ միայն այսօր ապրող մարդկանց հետ, այլ նաև նրանց հետ, որոնք մահացել են, եւ բոլոր նրանց հետ, որոնք դեռևս չեն ծնվել։ Այսինքն ֆրանսիական այդ լուսավորականների, Ռուսոյի, Մոնտեսկյոյի, Վոլտերի հանրային համերաշխության մասին չի խոսքը։ Լրիվ ուրիշ համերաշխությունն է անգլիական պահպանողականության ոճով, Յորքը ինքն էլ հենց պահպանողականության գաղափարախոսության հիմնադիրներից մեկն է եւ պետքա բացատրել ինչա նշանակում սա։ Այսինքն պետքա ձևավորել համերաշխություն ոչ միայն այսօր ողջ ապրող մարդկանց հետ, ինչ մասին իդեպ խոսում է Ռուսոն։ Այո։ Չէ, հիմա այսօրվա եթե համեմատենք այսօրվա իրականության հետ, անդադ խոսում են այսօրվա մասին, բարեկեցության մասին, լավ ապրելու մասին, կերքնի, կոթեր, ուրախություն, ֆեստիվալներ, սալյուտներ։ Եվ դրա զուգահեռ իրականությունում կարելի է կասկածի տակ դնել ցեղասպանության հարցը։ Կարելի է կասկածի տակ դնել մեր անցյալը եւ դրանով կոնֆլիկտի մեջ հայտնվել ցեղասպանության զոհերի, Ղարաբաղյան պատերազմի զոհերի, Մոնթե Մելքոնյանի, Անդրանիկի, Գարգին Նիժդեի, Դրոյի, բոլորի հետ։ Եվ զուգահեռ նաեւ քայքայել երկիրը միջանցներ տալով, անկլավներ տալով, 300,000 ադրբեջանցի բերելով եւ կործանել դեռևս չծնվածների ապագան, որտեղ ինչ ենք նրան ժառանգություն թողնում։ Հիմա Բյորքյան Արևմտյան Ադրբեջանը ուզում ժառանգություն թողок։ Բյորքյան այս դրամաբանությամբ մենք պետք է համերաշխություն հաստատենք եւ անցյալի հետ, ցեղասպանության հետ, առաջին Ղարաբաղյան պատերազմի եւ Ղարաբաղյան շարժման հետ, ինքներս մեզ հետ եւ նաեւ ապագա սերունդների հետ։ Սրա մասին է խոսքը, ոչ թե որոշ մարդիկ սա հասկացել են համերաշխություն իշխանության հետ, ոչ։ Մենք այդ համերաշխության կողմնակիցը չենք, առանձնան հիմա չգիտեմ դուք կհաստատեք թե չէ, Հայաստանում կան ուժեր, այդ թվում նաև ընդդիմադիր դաշտում եւ առաջին հերթին իշխանությունը, որոնց հետ ես համերաշխ չեմ եւ երբեք էլ չեմ լինի։ Ես այդպեսի կեղծ, խոսքը քաղաքական համերաշխության մասին չէ։ Կեղծ, լպրծուն համերաշխությունների կողմնակիցը չեմ, անձանց անուններ չտանք։ Անուններ չտանք, քննարկեն գաղափարներ, մեծ ուղեր։ Քննարկենք երևույթները։ Մենք դեստրոլինգ ունենք, լավ։ Դա սախմարություն է։ Սրա մասին է խոսքը, այլ ոչ թե լպրծուն համերաշխության բոլորի հետ լավ լինելը։ Եվ այլն արդեն ասեցի։ Ես շարունակեմ այն միտքը, որ Կարպիսը ասեց, որ կարող շատերը զարմանան, որ ծրագիր, որ քաղաքական ուժերը ծրագիր են, չէ՞ գրում, որ ծրագիր բանն է։ Եթե անկեղծ լինենք, Լուսավոր Հայաստանի ծրագրեր կան, 21 թվի ընտրությունների կան, 18 թվի ընտրությունների կա, 17 թվի ընտրությունների կա։ Եթե ինչ-որ մեկ ուզենա ծրագիր, կարող այցելի մեր կայք կարդա ծրագիրը, թե իրան պետք է, բայց մեր ասելիքը ի՞նչն է, Ժողովուրդ ջան, մենք չենք գալու ձեզ ասենք բանը, Փաշինյանն ասել է 10,000 թոշակը բարձրացնում ենք, ասենք մենք 60 կտանք, այն մեկն ասի 100 կտանք, այն մյուսն ասի 300 ենք ավելացնում։ Եվ Փաշինյանը տենել ձև չկա սոցիալական բլոկով, ով ինչ ասես, 10 անգամ դուբլը անդիմություն, ինքը ասի լավ Ժողովուրդ ջան, լինելու է պատերազմ։ Այսինքն արժեքավոր առաջարկը քաղաքական ուժերի հետևյալն է, Փաշինյանը սպառնում է պատերազմով, ընդդիմությունը սպառնում է տնտեսական պատերազմով։ Մենք ուզում ենք մարդկանց, ասենք որ Ժորժ ջան, հնարավոր է նորմալ կյանք ունենալ, հանգիստ ապրել, առանց գզվռտոցի, առանց երկիրը արևմտյան Ադրբեջան դարձնելու, առանց սրան առաջ նվազ ստանալու։ Մենք դա ենք ուզում եկել ենք եւ ասում ենք հետեւյալը, որ Ժորժ ջան, ծրագրերը քաղաքական ուժերի կարող են ձևավորվել այն պահին կամ չգիտեմ այդ արժեքավոր առաջարկը որ ասում ենք, չէ, երբ որ արդեն այդ ուժը ասենք բանա կոնկրետ այդ ծրագիր իրականացնելու հնարավորություն ունի։ 3 ընտրություններին ծրագիր ենք ներկայացրել սոցիալական, տնտեսական, կրթության ոլորտ, սպորտի ոլորտ, պետական կառավարման։ Ու ես մեր բոլոր եթերներով այս ամեն ինչի մասին խոսել ենք։ Մենք այս անգամ որոշել ենք մարդկանց ասել, Ժողովուրդ ջան, հիմա եթե ուզենաք ձեզ խափենք, հա կարանք վերենք ինչ-որ ծրագրեր ցույց տանք, ասենք էսա ծրագրերն է։ Մեկը չեք կարդալու։ Հա մեկը դուք չեք կարդալու, մենք անիմաստ բերելու ենք, ասենք էսա մենք ունենք ծրագիր։ Մենք ունենք գաղափարներ։ Գաղափարները վերաբերում են պետությանը։ Եկեք պետությունը պահենք, եկեք պետությունը պաշտպանենք, եկեք այս պետությունը փրկենք։ Թոշակները թե 12,000-ով կբրցանան, թե 20,000-ով կբրցանան, դա կախված է երկրի տնտեսական վիճակից։ Երկրի տնտեսական վիճակը կախված է քաղաքական այն մարդկանցից, ովքեր ազգային ժողովում են։ Իսկ ազգային ժողովը եթե արկածախնդիրների խմբեր են,
ձեր թոշակները ոչ միայն չեն կարող բարձրանալ, այլ նաև չգիտեմ պետություն ունենալու ենք թե չէ։ Այդ մարդկանց գործունեության արդյունքը ոչ թե այն որ մտածեք որ թոշակ ունենալու եք, թե չէ, պետք է մտածեք այս պետությունը մնալու է, թե չէ, պետք է մտածեք այս պետությունը եթե մնա հայերի պետությունն ալնելու, թե չէ, եւ ինչ մոդելի պետություն ալնելու։ Վերջին հաշվով Կարպիսի ձևակերպած բանաձևին նաև ուզում եմ ես ավելացնեմ, որ մենք անդադար պնդել ենք, որ Հայաստանը եվրոպական մոդելի պետություն է արդեն վաղուց։ Ազգային պետություն է այն, անգլերենից թարգմանենք nation state, այսինքն որ քարտեզը նայում ես, տեսնում ես, որ սա հայերի պետությունն է, կան հայեր աշխարհում, իրանց պետությունը սա է։ Օրինակ Հունաստանի օրինակ հույների պետությունն է։ Հիմա սա եվրոպական մոդելն է պետությունների, Ժորժ ջան։ Ներսը կառուցակարգային եվրոպական մոդելի պետությանն է, որ լինի պարլամենտ, որը հակակշռում եւ փոխզսվում է գործադիր իշխանության։ Այսօր տենց է, չէ, պարլամենտը գործադիր իշխանության դակիչն է։ Լինի դատական իշխանություն, որտեղ մարդկանց քարշ չեն տալիս, մարդիկ տարիներով արդարադատության համար չեն սպասում միջանցքներում, կամ մարդիկ վճիրները ձեռներին 5-6 տարի վճիրը չեն կարողանում կատարել, տալ, զրո արդարադատություն, որտեղ արդարադատության համակարգի ամենաբարձր պաշտոնյային վարչապետի SMS-ով գործից հանում են։ Դա եվրոպական մոդելի պետության ձևախեղում է։ Ասացեք հայերի պետություն։ Մատ կեղծ տերմին կա, շատերը դրա չեն համաձայնվի, ասեն սա հայերի պետությունը չի։ Սա հայաստանցիների պետությունն է։ Նայ, խոսքը եթե գնում ազգային փոքրամասնությունների կոնտեքստում, բնականաբար դա մեկը մյուսին չի ակասում։ Հիմա հույների պետության մեջ կան բազմաթիվ փոքրամասնություններ, վրացիների պետության մեջ կան ազգային բազմաթիվ։ Հայաստանցի բառը առաջ ուսել է դրա համաձայն որպես կեղծ պսևդո առաջադեմ, բայց հիմա կարծում դա անհեթեթ է։ Չէ, եթե մեզ դու 10 միլիոնանոց ազգ ես, այսպես ֆիքսենք։ Ունես պետություն, որպես ազգ, աշխարհի մակարդակով ունես ՄԱԿ-ի անդամ, ՄԱԿ-ում աթոռ ունես։ Բայց ասում ես չէ, մենք մենակ էս 2 միլիոն կամ 3 միլիոնի պետությունն ենք, այն 7-ի հետ մենք գործ չունենք։ Դուք դրանով քեզ ուժեղացնում ես թե թուլացնում ես։ Նիկոլ Փաշինյանը այսօր աշխարհում մեկ գոռում է, ասում է նրանց հետ գործ չունեմ։ Ինքը իրան թուլացնում է, ինքը իր ավելի ուժեղ է, ինքը իրան թուլացնում է։ Այդ մոտեցումը Ռուսաստանում է, Ռուսաստանում 2000-ականներին տարածվեց, երբ որ բարձր չէ, բազմակոնֆեսիոնալ երկիր է, չես կարող ասել ասես ռուսկի, որտե տերմինը իհայտ կա չէ, ռասիանին։ Հա։ Դա Ռուսաստանի պարագայում դա հասկանալ է, բայց մեր մոտ ինչի բերեցին։ Սա հայերի պետությունն է։ Կարպի ջան, Ռուսաստանում ֆեդերալ կառավարման համակարգ սուբյեկտներ կան, այսինքն ամեն սուբյեկտ ունի ինքնավարություն, պարլամենտ, սահմանադրություն, սուբյեկտ կա իր լեզուն, սահմանության մեջ է գրած, Ռասիանին է դա, բայց Հայաստանը հայերի պետությունն է։ Այս էլ Ժորժ ջան, ուղղակի իմացեք, որ որևէ ձևի տարանթերցում չլինի, բնականաբար ամենայն ջերմությամբ եւ սիրով լցված ենք մեր երկրում ապրող փոքրամասնությունների մասին, բայց բոլորը գիտեն եւ պետք է իմանան, որ սա հայկական պետությունն է, հայերի պետությունն է։ Եվ վտանգն ինչու՞մ է, որ հայկական պետությունը հայերի պետությունն է վտանգված այսօր։ Եվ այս թեմաների մասին ոչ ոք չի խոսում։ Հիմա մարդկանց հարց տանք, ասենք, ձեր համար կարևոր է որ հայերի պետությունը մնա, թե ուզում ես ասենք 5000 դրամ ավել թոշակ ստանաս։ Ցանկացած թոշակառու ասելու այս ուզում եմ հայերի հայկական պետությունը, Հայաստանի Հանրապետությունը իր զինանշանով, իր սահմանադրությամբ, սահմանադրությունը բնականաբար ռեֆորմի ենթարկելի է, ոչ թե Ալիևի պահանջով Ալիևի ուզած բաներով, այլ մեր ասածով, որ Սերժ Սարգսյանի կոստյումը փոխվի, բայց հիմա դա մասին խոսենք մյուս հաղորդումներում, այլ խոսքը գնում է նրա մասին, որ Ժորժ ջան, մենք ասում ենք չի կարելի երկրիդ ողնաշարը կազմաքանդել։ Մենք անկախության հռչակագիրը քանդելու բանը, որն է ծննդյանդ վկայականը վառում ես, ինչ ես ուզում ես։ Ուզում ես աշխարհի պետությունները քեզ հարգեն, ինչի համար, ով։ Գնալով առաջ, մյուս նյուանսն եմ ուզում ասեմ մեր քարոզարշավի։ Ժորժ ջան, մենք տրադիցիոն քարոզարշավ չենք անելու։ Մենք ոչ միայն ծրագիր չունենք, ծրագիր, ասեն ծրագիր, ոչ ծրագիր է։ Մենք տեքստ ունենք։ Բայց ծրագիր էլի որ բլոկներով չունենք։ Չենք ներկայացնելու։ Մենք չենք անելու տրադիցիոն քարոզարշավ։ Մեր ամբողջ քարոզարշավը կենտրոնանալու է մեդիա պրոդուկտի վրա, սոցիալական հարթակներում եւ այն բոլոր հնարավոր միջոցներով։ Դե հիմա գիտեք Պետրոսը չի կանչում եթեր, որովհետեւ Նիկոլը չի թողում Պետրոսին, որ Պետրոսը եթեր կանչի, դա փաստակ է։ Ինձ կանչում է, մերժում է։ Հա, Կարպիսին կանչում է, բայց Կարպիսը մերժում է սոլիդարության են իմաստով, որ ինձ չի կանչում, այսինքն որ ինձ կանչի, հետո կարա Կարպիսին է կանչի։ Այսինքն Ժորժ ջան, սպասեք մեդիա պրոդուկտ ու սպասեք նաև մարզերից մեդիա պրոդուկտ։ Այսինքն մենք կայցել ենք մարզեր, եւ այդ մեդիա պրոդուկտը նաև կլինի մարզերից, բայց տրադիցիոն քարոզարշավ, երթեր, ցույցեր,
հանրահավաքներ, բաներ անելը իմաստը կորել է, ես ուզում եմ հիշեցնեմ 2008 թվականին, երբ որ կար ընդդիմադիր ամենամեծ շարժումը, այդ ժամանակ մենք Վանաձորից գացի ենք Երևան, որ ցույցին ներկա լինենք, ինչու որ լսենք ելույթները։ Այն վաղ իմաստ կար։ Հա որ ելույթը լսենք, ինչի որտեվ ուղիղ հեռարձակում չկար, դիսկով ելույթը բերում էին որ նայենք, դիսկերով էին տարածում, կամ տպած տեքստով կարդում էինք հետո։ Այսինքն ֆիզիկապես հանրահավաքի գնալը իմաստ ուներ։ Հիմի հանրահավաքը մոբիլիզացվող է։ Մենք մոբիլիզացվող որևէ գործունեություն չենք անելու։ Մենք կարծում ենք, որ քաղաքական գործունեությունը դա քաղաքական գաղափարների, տեքստերի խոսակցության մասին է, եւ այն գաղափարներն ու խոսակցությունը, որ մենք վարում ենք, ու այն որակները, որ մենք դրել ենք, ձեր արժևում է։ Դուք կորոշեք, որ մենք լինենք պարլամենտում դեր խաղանք իշխանության ձևավորման մեջ, մենք կլինենք պարլամենտում այդ դերը խաղանք։ Չեք որոշի, ինչ ասեմ Ժորժ ջան, մենք կիմանանք, որ մենք մեր մոտեցումները, մեր այլընտրանքը ներկայացրել ենք։ Մի բան կարող եմ վստահեցնել, չի լինի Հայաստանում մի մարդ, որը որևէ ձևի չիմանա, որ մենք մասնակցում ենք ընդդիմություններին, ինչ գաղափարներ ունենք։ Այսինքն բոլոր հնարավոր հարթակներով մենք կմտնենք մարդկանց տներ, մարդիկ կիրազեկվեն մեր մոտեցումների մասին եւ նաեւ կբանավիճենք, քննարկենք, չգիտեմ, մեր խոսքը տեղ կհասցնենք։ Եվ այստեղ նաեւ ձեր աջակցության կարիքը կա, որ դուք բազմապատկեք։ Հիմա մեզ օրինակ մեր ոդկասթը Հայաստանի քաղաքական համակարգում ամենակայացած ոդկասթն է։ Չկա Հայաստանում քաղաքական ոդկասթ, որը ունի այդքան դիտում հետևորդ, ստաբիլ, ուշադրիր եք, ստաբիլ, ոնց որ ունի մեր ոդկասթը Կարպիս Փաշինյանի հետ մեր զրույցը։ Դրան գումարած նաև առանձին վերցած Կարպիսի եթերները 1991 ալիքում կամ Կարպիս Փաշինյան հարցազրույցների ալիքում կամ իմ առանձին եթերները Էդմոն Մարուկյան այս ալիքում։ Բայց մենք մեկը ձեր կարիքը ունենք։ Մենք ձեզ խնդրում ենք եւ այս ամբողջ քարոշավի ընթացքում խնդրելու ենք, որ մեր խոսքը բազմապատկեք, տարածեք, աջակցեք մեզ, բարեկամներին ասեք, հարազատներին ասեք, որ ժողովուրդը ունի հնարավորություն նորմալ մարդկանց հասցնելու պարլամենտ, որպեսզի նորմալ մարդիկ զբաղվեն պարլամենտական գործունեությամբ եւ կարողանան իշխանության ձևավորման վրա ազդեցություն ունենալ, եթե դա չստացվի, կարողանան հակակշռել եղած իշխանությանը որպես ընդդիմություն։ Էսա անկեղծ խոսակցություն է, սրա մասին է մեր պլատֆորմը, մեր առաջարկը եւ մենք ունենք ուսումնասիրություններ, մենք գիտենք, որ սրա պահանջարկը կա։ Օթից չենք տենց առավոտ արթնացել ասել, դե լավ, մենք գնանք մասնակցենք, էլի։ Խնդրեմ, Կարպիս ուզում ինչ որ բան ասի։ Տրակում մեջ։ Մյուս կետը, որ կարելի է առանձնացնել, պետություն եկեղեցի հարաբերություններն են։ Անկախությունից ի վեր, ինձ թվում է չփորձելով որևէ կերպ թերագնահատել մեր բոլոր անցյալի նվաճումները, հաղթանակները, բայց անկախությունից ի վեր, ինձ թվում է պետություն եկեղեցի հարաբերությունները մի փոքր սխալ դիրքերի վրա են։ Եվ ոչ միայն, անդադ մեր միջավայրում տարածվել են որ արհեստական գաղափարներ, որոնք միգուցե շատ օրգանական են եւ կենսունակ են Ֆրանսիայում, Շվեյցարիայում կամ Մեծ Բրիտանիայում, բայց Հայաստանի պես երկրներում այդ գաղափարները չեն աշխատում եւ արհեստական են եւ ըստ մակարդակ, ըստ արժանվույն եւ ըստ էության տեղայնացված չէ։ Շատ կարեւոր է որ ինչ-որ մի բան որ դասից բերում ես տեղայնացնես, չէ՞, չես կարող չգիտեմ։ Ֆրանսիական արտադրանքը գաղափարը բերես, դնես տեղ, ասես դե աշխատի։ Այդպես չի լինում։ Եվ ես առում չեմ ասում, ինչի եմ ուզում սկսել պետություն եկեղեցի հարաբերությունից, որովհետեւ սրանք իրարից ոչ թե անջատ են, այլ կտրված։ Ես չեմ տեսնում մեդալյոնի երկու կողմեր հանուն մեկ գաղափարի պայքարող հայկական պետականություն եւ հայկական եկեղեցի տողներն մյուս կրոնական կազմակերպությունները բայց այս առումով այս գաղափարի մեջ եւ այս ծրագրում հայ առաքելական եկեղեցին հասկանալի է թե ինչի առանցքային դերակատարություն ունի եւ այս հարաբերությունները ինձ թվում է պետք է վերանայվեն եւ եկեղեցու դերը մեր հանրային կյանքում պետք է մեծացվի պետությունը եւ եկեղեցին պետք է շուտ դաշինքի մեջ հայտնվեն եւ հայտնվեն նույն ռելսերի վրա չեն եղել ու ինձ թվում է սա շատ կարևոր է, պետք է ֆիքսվի, որ սա քրիստոնեական ավանդույթներով երկիր է։ Պետք է ֆիքսվի, որ այստեղ գերիշխողը կամ պետք է գերիշխող լինի այդ նույն քրիստոնեական էթիկան։ Էթիկան շատ կարևոր բան ասում Կարպիսը։ Ժորժ ջան,
կրոնապետության մասին չի խոսակցություն, որը մեկը չխառնի հանկարծ։ Այդ այլ այդ կեղծ արհեստական գաղափարներ։ Մենք աշխարհիկ պետություն ենք, թեոկրատիայի մի վերացեք, բայց թեոկրատիայի մասին չի խոսքը գնում։ Մենք լիբերալ մարդիկ ենք, մենք չենք կարա կողմնենք թեոկրատիա։ Մեծ Բրիտանիան թեոկրատական պետություն է։ Լորդերի պալատում, եթե չեմ սխալվում, 18 թե 12 բաներ կան, հոգեորականներ կան։ Քրիստոնեության դերը պետք է մեծացվի, կրկնապատվի մեր իրականությունը։ Մենք մեր մոտ իրապետող է կենցաղային քրիստոնեությունը։ Գյուղերի մոտ խաչ տեղադրել, Տրաքալույսի պատարակ են գնալ մոմ որ բերես, ջրոնեք են գնալ որ ջուր բերես, զատկական պատարակ են գնալ որ գալ ձու ուտես, այսինքն Ժորժան էթիկան, քրիստոնեական արժեքները, ամբողջ համամարտկային զարգացած առաջադեմ աշխարհը դրա հիման վրա է կառուցվել։ Օրենքների տրամաբանությունը գրվել են նաև այդ կանոնների։ պետք է ֆիքսվի, որ սա քրիստոնեական պետություն է։ Առաջին քրիստոնյա երկիրն ենք, օրինակ ինչով է ֆիքսված, մեկը կարա ինձ բացատրի։ Դրոշն է մեր առաջին քրիստոնյա երկրի դրոշ։ Եվ այստեղ զինանշանն է, զինանշանն ուզում են փոխել։ երբ որ ԿՊ-ի Նրան դապանը հանելու են, էլի։ Նայեք, մեր զինանշանն է մի բան ասում առաջին քրիստոնյա երկրի մասին, ինչի։ Կներես էլի։ Որովհետև զինանշանի վրա կա Արադ լեռը, որի վրա կա Նոյան տապանը։ Միտքը ո՞րն է, որ աշխարհում մարդկության երկրորդ ծնունդը բիբլիական սկսվել է այս տարածքից։ Էտա դու դա դրածա մեր զինանշանի վրա, մի ով ասուն հավատեմ, ով չի հավատեմ, դա ուրիշ հարց է։ Հիմա հավատքի մասին չի խոսք, էլի, որ մենք աշխարհում մեր աշխարհի positioning-ը անգլերեն, լավ ասած ասեմ, աշխարհում հայերի դիրքավորումը, ռուսերենով позиционирование, հա, positioning-ը։ Դիրքավորումը է, դա մենք դիրքավորում ենք ասես, որ մենք առաջին քրիստոնյան երկիրն ենք, աշխարհում, օրինակ տեսեք հրեաները ոնց են բանում, որ իրանք ակունքներում են կանգնած Իսրայելը, Երուսաղեմը, չէ, Հիսուս Քրիստոսի գերեզմանը, ասա մեր դիրքավորումն էլ ոնց որ ուժեղ դիրքավորում է, ժողովուրդ, կատակ չի սա։ Այնա որ աշխարհում երկրորդ անգամ կյանքը ջրհեղից հետո բիբլիական այդ պատմությունը նկարագրված է, սկսվել է այս տարածքից։ Հիմա ինչ որ ասենք շվեդին ասում ես, ասում ո՞մ ապարտությունա բան։ Ֆրանսիացին ասում ես նույնը, ֆրանսիացին ասում, ում բացատրում ես բան արինում։ Ու հայերը ով էր գրե էթնիկ հայերի կառավարությունը Ղարաբաղի դեպքերից հետո հայերը я չեմ սխալվում Սիվիլետի Կարեն Հակոբյան եկել են ասում են բա մենք բանը ուզում ենք այս նկարը այս սարը բանսեց այս Նոյան Տապանոբանովիչ կա հանենք ասում ենք ասում դե Ալիևն ասում հանենք Ալիևը քիչ է ասենք խոսքի Եվրոպայի խորհրդի անդամ ենք դարձել Ադրբեջանի հետ միասին ոչ մի առարկություն ոչ մի բան չի եղել Թուրքիայի հետ Թուրքիան այլ մասնակից էր Արևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք դարձել Թուրքիան մի առարկություն է ներկայացրել որ թույլ տա մենք անդամակցենք որը կապված չի եղել մեր զինանշանի վրա Արադ լեռան մասին Հիմա եք դուք հայերով եկել ուզում քանդեք եղած մեր աշխարհի եղած դիրքավորումը հետ գալով Կարպիսի մտքին որ մենք քրիստոնյա երկիր ենք Սրանք են մեր գաղափարները սրա համար ենք մեր ընտրություններին մասնակցում Սիմվոլները իհարկե Մյուսները այդ չեն հասկանում որ ասենք ասեն ինչ որ բան Սիմվոլները իհարկե կարևոր են, բայց նաև վարքագծային նորմերի մասին է, մեր կյանքի մասին է, ընդհանրապես եւ ես ուզում եմ էլի կենցաղային քրիստոնեությունից անդին խոսքը ժողովրդական մակարդակով եղած պատկերացումների մասին է, դրանից այդ ամեն ինչից անդին ինչը վատ չի, այդ էլ պետք է իհարկե լինի։ Մենք մեր հայացքները ուղենք նաև դեպի Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Նարեկացին, Հովան Որոտնեցին եւ մեր մյուս դասականները եւ մեր աստվածաբանական միտքը միահյուսենք մեր քաղաքական մտածողության հետ եւ կամ մեր քրիստոնեական արժեքները միահյուսենք ժողովրդավարության հետ 21-րդ դարի պետության հետ ու դա նշանակում է պետությունը ցեմենտել։ Այո։ Որ ասում են մենք հարատեվությունը կապով ենք այս պետության, իմացեք իրանք չեն կարա ու ընդհակառակն են անում։ Այս Կարպիսի ասած ցեմենտելը դրա մասին։ Հարատեվության մասին։ Խոսում ժողովրդավարությունը եւ քրիստոնեական արժեքները Բայց տեսեք, չէ, ասենք տասնամյակներ շարունակ այս ամեն ինչը ասենց ինչ-որ ազատ նավարկության է մատնված, քաոտիկ եւ ինչ-որ այս աշխատանքը չի տարվել, բայց այդ քրիստոնեական արժեքները, մեր ընդհանրապես մեր ազգային արժեքները խորթ են թվում 21-րդ դարի պետության գաղափարի հետ եւ խորթ են թվում ժողովրդավարության հետ,
որովհետև աշխատանք չի տարվել, բայց այս ամեն ինչը պետք է բերել համերաշխության։ Եվ այո, սա պետք է լինի ժողովրդավարական պետություն, խարսխված նախնիների, սովորույթների եւ ավանդույթների վրա։ Իրականում մենք որ ուրացողության դեմ պայքար ենք մղում, նաև ուզում ենք եղածը փրկենք։ Այդ առումով դրա համար ասում եմ լիբերալ պահպանողական։ Կարպիսը մեզ անվանում է լիբերալ պահպանողական ուժ։ Հայտարարքիր է, մի հատ ես որ էսա Եվրոպա գնամ, այնտեղ կտեստավորեմ եվրոպացոց վրաս։ Եվ սա մենք անվանում ենք լիբերալ առաքելական հաշվառնելով մեր եկեղեցու մագդիրը առաքելական մոդեռնիզացիա։ Այսինքն ազգի առաջընթացի զարգացման եւ ընթացքի գործում շատ կարևոր դեր պետք է ունենա քրիստոնեությունը, հայ առաքելական եկեղեցին, մեր աստվածաբանական միտքը, ներշնորհալին, տաթևացին եւ մյուսները։ Եվ հիմա էլի կգտնվեն մարդիկ, դուք ուզում եք մեզ վերադարձնել միջնադար։ Շատ մարդկանց ես անդրադառնում։ Ես մենակ վերացնեմ ուղղակի որ նաև ատոմակայանը պետք է մնա համաձայն ես։ Իհարկե։ Ճիշտ է կապ չունի այդ գազը։ Գալով դրա ատոմակայանը պետք է մնա։ Կլինի ասեմ առայժմ։ Մենք քանի որ ասեցինք լիբերալ պահպանողականություն, մենք կտրականապես դեմ ենք, որ Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանը ճակերտների մեջ խզի կազմակերպի իր ավանդական կապերը արտաքին աշխարհի հետ։ Բնականաբար նկատի ունեմ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմա հայ-իրանականն էլ ասում։ հայ-իրանական հարաբերությունները նաև հայ-իրանական եւ հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմա իսկապես կասկածի տակ են, վտանգի տակ են։ Ես ասեցի տնտեսական պատերազմով են սպառնում, դա նկատի ունեմ։ Հա։ Հիմա տեսեք, գալով այդ նույն թրիփին, հա որոշ կեղծ ընդդիմադիրներ, հա, այսպես ասեմ, կամ մոլորյալ ընդդիմադիրներ ինչ-որ շուշտրություն են ուզում անել։ Նիկոլ Փաշինյանի վերած օրակարգի վրա ուզում են մակապույծի պես տեղավորվում, թե բա մենք է դեմ չենք թրիփին։ Չէ, իրանք ուզում են ասել մենք Նիկոլից ավելի Նիկոլ ենք։ Հա։ Ժողովուրդ ջան, չի կարա լինի Նիկոլից ավելի Նիկոլ, եւ հիմա մենք տեսնում ենք, որ այդ թրիփը մեր երկրին բերել է ռիսկեր, մեր լուրջ վտանգներ եւ ընդհանրապես դրա ապագան կասկածի տակ է եւ դա ինչ-որ մի օր արդեն իսկ տեսնում ենք այդ նշանները կան, որ թուրքական միջանցք է դառնալու։ Թուրքական միջանցք է դառնալու, եթե ոչ արդեն մի կողմ, ինչ որ թուրքական միջանցք է դառնալու։ Եվ մենք այս թրիփին ես դեմ եմ գոնե։ Մենք դեմ ենք։ Եթե հիմա պարոն Մարուկյանը ասի դե լավ, արի տենց կտրուկ չարտահայտվենք, ես կարող զիջեմ եւ դրա մասին չխոսամ այլևս, բայց հոգուս խորքում մեկա դեմ եմ մնալու։ Չէ, բայց մենք առաջինն ենք ասել, որ ոչ մի բանի դիմաց միջանցք է տրվել։ Պրոստը անունը դրվել է թրիփը, մարդիկ մտածում են դա բանա փրկության էսի մողակն է։ Մի հատ նայեք ինչ է կատարում Հորմուզի նեղուցում։ Նայեք հենց հիմա ինչ է կատարում, հետո կխոսակ։ Ժողովուրդ ջան, բայց հետ հա, ասա։ Հա, ռուսները մենք չենք ասում լավն են։ Մենք չենք ասում ռուսները հրեշտակ են։ Մենք չենք ասում որ մենք պետք է դառնանք Ռուսաստանի վասալը, մտնենք միութենական պետություն, չէ։ Խոսքը դրա մասին չի։ Խոսքը նրա մասին է, որ մենք պետք է պահպանենք եւ զարգացնենք հայ-ռուսական հարաբերությունները, որտեղ ուզենք թե չուզենք, ինչպես պարոն Մարուկյանն ասում, աշխարհագրությունը չեն կարող փոխել։ Ռուսաստանը այս տարածաշրջանում կա եւ վստահաբար լինելու է այս կամ այն ազդեցությամբ եւ այդ երկրի այդ խնդիրներ ունենալը մեր երկրին Հայաստանի Հանրապետությանը բերելու է կորցանարար վտանգներ։ Եթե հայ-ռուսական տնտեսական կապերը փլուզվեն, այս երկրից սոսկալի արտագաղթ է լինելու։ Եթե մի 10-15 տարում Սերժ Սարգսյանի կառավարումն էլ հաշված Հայաստանից մոտ 300,000 մարդ է գնացել, չէ՞։ Դուք պատկերացրեք, եթե այդ կապերը փլուզվեն, միլիոնի է հասնելու արտագաղթը։ Այս երկրում բնակչություն չի մնալու, տնտեսությունը փլուզվելու է, այս երկիրը ոչինչ չի արտադրելու, որևէ արժեք չի ստեղծելու։ Եվ հիմա այդ հնարավորությունները կան, աշխարհը մոլորակը փոքրացել է, կոմունիկացիաները հեշտացել են, մարդկանց համար դժվար չի։ Հայերն էլ հիմա ասեմ որպես բացասական կողմ, այտենց տարերային շարժի մեծ արագ արտագաղթող եւ հարմարող մեծ վարպետներ են, որովհետեւ պատմաբաններից մեկը կիսա հումոր, կիսա ճշմարիտ նկատել է, որ թուրքերից հետո, թուրքական ցեղերից հետո ամենամեծ տարածքի առումով շարժ արձանագրած ժողովուրդը հայերն են։ Ասենք Սինգապուրից մինչև բրիտանական կղզիներ։ Ես ուզում եմ ավելացնեմ Կարպիսի ասացին հարց կառաջանա, բա ձեր եվրոպական լիբերալ գաղափարները։ Ուզում ասել, որ Ժորժ ջան, մենք ձեզ չենք խաբելու, Հայաստանը Եվրոպական միության անդամ դառնալու հնարավորություն չունի։ A, որտեղ Եմենը ընդլայնվելու հնարավորություն չունի, չկա նման օրակարգ, եւ B, Հայաստանը ունի տնային աշխատանք, մենք ունենք համաձայնագիր ստորագրած 2017 թվականին,
որ մեր երկրի ինստիտուտները պետք է համապատասխանեցնեն եվրոպական չափանիշներին, մենք դրան կողմ ենք եղել, ողջունել ենք, պայքարել ենք դրա համար, կռիվ ենք տվել եւ դա շարունակելու ենք իրականացնել։ Ես ուզում եմ ասեմ, ոչ մի առևտուր, ոչ մի գյուղացու ֆերմերային տնտեսություն կլինի կամ կլինի դա բաները էներգետիկ ոլորտը կամ կլինի ջերմոցային տնտեսությունները, ինչ որ բիզնես որ կա, որ եղել է ու հիմա կա, որ դրա հաշվին է այսօր այս երկիրը հիմա տնտեսական այն վիճակում որ ունենք, որևէ կերպ չի խաթարել այն process-ը, որ Հայաստանը լինի նորմալ պարլամենտական երկիր։ Որևէ կերպ չի խանգարել, որ մենք ունենանք նորմալ նախագահական ինստիտուտ, ոչ թե այս ինչ որ ունենք։ Որևէ կերպ չի խանգարել նրան, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ։ Այսինքն մենք ինչ ունենք։ Մենք ունենք իշխանություն, որ ամեն ինչ ապականում է, եւ ասում է մեղավորը, չգիտեմ, մենք չենք ու բոլորը մեղավոր են։ Այդ իմաստով մեր աշխարհակաղակական մոտեցումը հետեւյալն է, որ մենք ունենալու ենք այն համերաշխությունը, որ ունենք մեր անցյալի վերաբերյալ, այն համերաշխությունը, որ ունենք մեր ներկայի վերաբերյալ, եւ մենք ուզում ենք այս պետությունը ժառանգենք մեր սերունդներին։ Մենք տեսնում ենք, որ այն քայլերը, որ իշխանությունն անում է, դա կլինի հակառուսական, կլինի հակաիրանական, կլինի հակատարածաշրջանային բան, վտանգում է այս պետության ժառանգումը։ Դա նշանակում է, որ մեր սերունդները հնարավոր է այս պետությունը չժառանգեն։ Եվ դրա համար ենք մենք ասում, որ մենք արկածախնդիր չենք, եղած հարաբերությունները գնալու ենք դրանք պահպանման ճանապարհով, զարգացման, նոր մի հատ միտք ասամ ոնց, այն կուսակցական մարդիկ կան, չէ՞, որ ունեն բաներ, զնաչոկներ, անգլերեն ասած փիները, հա, կցքանշանները։ Կարող ավտոմակայանով զնաչոկ սարքեն կպցեն։ Չէ՞ լուրջ եմ ասում, ես ուզում եմ ձեզ բացատրեմ, ժողովուրդ, որ իմ համար Հայաստան չոչում, հայկական հայեկը, հայկական այեք, հեկը հիդրոնա։ Չէ, բայց այեք ոնց է կոչվում։ Այեք է չի։ Այեք ավտոմակայան։ Հա, էլի, բայց հայկական, չէ՞ դեմ սկզբից գրում։ Չգիտեմ։ Հայաստանի։ Մի հատ կնայենք դա։ Ինչի համար եմ ասում, իմ համար մեր ատոմակայանը ինքնիշխանության աղբյուր է։ Որ մարդը խոսում է ինքնիշխանության մասին, ես մեր ատոմակայանն եմ պատկերացնում։ Չէ, անկեղծ եմ ձեզ ասում։ Վրացիք չունեն, Ադրբեջանը չունի, Թուրքիան ինչ-որ սարք մաբանտեց երկար ժամանակ։ Հասկանում եք, իմ համար մեր ատոմակայանը մեր ինքնիշխանությունն է։ Դրա դեմ պայքար, որ այսօր մղում է այս իշխանությունը Թուրքիայի, Ադրբեջանի մղմամբ, այդ ծրագիրը իրականացվում է հիմա ինքնիշխանության կործանում։ Եվ եթե ինձ ասենք ուզես Եվրոմիության անդամ լինենք, բայց ատոմակայան չունենանք, ես դեմ կլինեմ։ Ես ինքնիշխանությունը տեսնում եմ էներգետիկ անկախության մեջ, պարենային անկախության մեջ, անվտանգային համակարգի մեջ, եւ մենք քարոզարշավի ժամանակ այդ հարցերից բնականաբար կխոսենք, մանրամասն կբացվենք եւ ձեզ ցույց կտանք, որ ամեն այն ինչ որ ասվել է, կլինի թրիփը, կլինի իրենց ասած խաղաղությունը, մենք դրան ցույց ենք տալու, որ որը փուչա, որը դատարկությունն է, որը խափում են ձեզ, խափում են, եւ մենք այս ամբողջ այս եթերային շրջանում ենք ցույց տվել, բայց նաեւ ցույց ենք տալու, թե մենք ինչ ենք ուզում, ոնց որ այստեղ ձևակերպեցինք, թե մենք ինչ ենք ուզում, ինչն ենք ուզում պահպանել, ինչն ենք ուզում ժառանգել, այսա շատ կարեւոր։ Մենք օրվա հացով ապրող, օրով ապրող մարդիկ չենք, Բայց կան բաներ, որ պետք չի պահպանել, պետք է շպրտել։ Դա իշխանություններն են մեր։ Նայած չենք պահպանել։ Այսքանն է, մեր ասում են 50 րոպեն անցել եք։ Ժորժ ջան, մենք եթերներով հանդես ենք գալու, ամեն եթերը կլինի թեմատիկ, թեմաները ծրագրային։ Այս ոդկասթը մնալու է։ Ոդկասթը մնալու է։ Այսինքն մենք միջազգային իրավիճակ բան, ամեն ինչ վերլուծելու ենք քարոզարշավի ընթացքում, ձեզ չենք թողնելու առանց վերլուծության։ Բայց դրա հետ մեկտեղ քանի որ ընտրություններ են, ձեզ ներկայացնելու ենք մեր գաղափարները, մեր այլ ընտրանքները, որը կապ չունի թոշակը 6726 դրամով բարձրացնելու հետ։ Ժողովուրդ ջան, ասածը չափազանցություն չի, միշտ հիշեք, որ կգտնվի հարևան մի ուրիշ պետություն, որը ձեզ կտա կրկնակի թոշակ։ Հա, Կարպիսը խոսք ունի ասում, եթե Ալիևին ընտրեք, կա ավելի շատ թոշակ, դա եք ուզում։ Չէ, շատ կարևոր է, օրինակ ես շատ ուրախ եմ, ես ասեմ վերջացնենք, այս իշխանությունը իր նենգ նպատակների համար թոշակառուներին հնարավորություն է տվել անվճար ստենդավորվել, օրինակ։ Ես ասում եմ, ժողովուրդ ջան, պապիներ, տատիներ, մամաներ, պապաներ, շատ լավ է։ Գնացեք ստենդավորվեք, գնացեք բուժվեք եւ մի ընտրեք այս իշխանությունը։
Հա, դա նույն բանն է, որ մենք հանրապետականի ժամանակ ասում էինք, որ 10000 դամ են բաժանում, եթե վերցրել եք, մի մտածեք, որ խափում եք իրանց, մի կաշկանդվեք, ընտրեք ուրիշ։ Դա իրանք կարել են, որ ձեզնից ձեն կորզեն, հետո ձեր երկիրը տենց վաճառ են։ Բայց դուք հիմա շատ լավ է։ Ես մի կողմից ուրախ եմ, թող տատիները, պապիները բուժվեն, թող բուժվեն, բայց նա մտածեն Հայաստանի մասին ու չընտրեն այս Կարպիս կներես, հետո փողով են այս ստենդը դրել։ Այո։ Այդ նույն տատիների, պապիների, այս նույն մեր ժողովրդի փողն է, հո իրանց հոր տնից չէ բերել։ Եվ թող իրանք իմանան էլի, որ տատիները եւ պապիները, որ պետությունը պարտավոր է իրանց համար դա անի։ Միանշանակ։ Դուք ձեզ որևէ մեկը լավություն չի անում, այսինքն ձեր երկիրն է։ Ձեր երկիրն է։ Սերի հայրենակիցներ պետք է հիմա ամփոփենք հաղորդումը, կնայեք նաև համագումարի ելույթները, իմ ելույթը Փաշոյանի, մյուսների ելույթները կդիտեք եւ ուզում ենք ձեզ ասել, որ մենք շատ մեծ բանով երանդով կպել ենք գործին եւ ձեր վրա հույս ենք դնում։ Բռնվեք։ Քվեարկեք լուսավոր Հայաստանի օգտին, մեր օգտին, որ մենք լինենք parlamentum եւ կարծես չգիտեմ ինչի ասում բռնվեք գալիս ենք, դա է դա։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։